Այս տեսանյութը ինձ է ուղարկել մեր քաղաքացիներից մեկը։ Ինչպես տեսնում եք, Mercedes մեքենան 4 անեծներով գտնվում է հանդիպակաց երթևեկելի գոտում։ Ես այն ուղարկում եմ բարեկային ծառայության պետին, որից հետո վարորդը տուգանվում է։ Բայց ինչու է այս քաղաքացին տեսանյութը ուղարկում ինձ, այլ ոչ թե ոստիկանություն։ Որովհետև Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը ասում է, եթե դու ուզում ես ճանապարհատրանսպորտային կանոնները խախտած վարորդը տուգանվի, պետք է նրան նկարես ձայն հեռախոսի հատուկ հավելվածով։ Այսինքն վարորդը պետք է ունենա Վանգայի հատկությունները, նախապես իմանա, թե երբ են իր դիմաց դուրս գալու հանդիպակաց երթևեկելու գոտում մեքենաներ կամ կատարելու այլ խախտումներ, նախապես բջջային հեռախոսը պատրաստի և վարելու ընթացքում մեկ ձեռքով բռնի ղեկը, մյուս ձեռքով հեռախոսը և արձանագրի խախտումը, որպեսզի խախտում կատարած անձը տուգանվի։ Ցույց կտամ մի քանի օրինակ, երբ քաղաքացիների ուղարկած վիդեոները ես ուղարկել եմ ոստիկանություն և իրավախախտում կատարած վարորդները տուգանվել են։ Միակողմանյա, բախես մտե, հա։ Իմ խնդրանքով պատգամավոր Հայկ Սարգսյանը մշակել է օրենքի նախագիծ, որը թույլ կտա քաղաքացիներին ցանկացած տեսագրիչ սարքի տեսանյութ ուղարկել ոստիկանություն, որոնց հիման վրա պատասխանատվության կենթարկվեն խախտում կատարողները։ Պարտադիր է, որ տեսանյութը պարունակի օրվա և ժամի մասին տեղեկություն և տեսանելի լինի առերևույթ խախտում կատարողի համարանիշը։ Օրենքի ընդունման արդյունքում կկրճատվի հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս եկողների թիվը, արդյունքում կկրճատվեն ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի և վիրավորների թվերը։ Միանշանակ կկրճատվի նաև մեքենայի պատուհանից աղբ նետելու դեպքերի թիվը։